Իսկ դուք գիտեք, որ Սանկտ Պետերբուրգում կա անոմալ երևույթների թանգարան, եւ այդ թանգարանից Facebook-յան օգտատեր Օվսաննա Հովսեփյանը իր տպավորություններով կիսվել է եւ պատմել մի հետաքրքիր պատմություն կապված այս մեծ առնետի հետ։ Այսօր Պիտերում եղանք անոմալ երևույթների թանգարանում եւ իմ ուշադրությունը հատկապես գրավեց այս հսկայական առնետը։ Նկարով չգիտեմ, թե արդյոք չափսը հասկացվում է, բայց այն խոշոր կատվի չափսի է։ Ուրեմն 1300-ական թվականներին Անգլիայում սկսել էր տարածվել տեսակետ, որ անտուն շներն ու կատուները անհավատների կամ կախարդների կենդանիներ էին, եւ սկսվել է անտուն շուն կատուների համատարած ոչնչացում, մինչև 0։ Շները եւ կատուները վերացել էին, բայց աղբը մնացել էր նույնությամբ, եւ այդ ժամանակ սկսել էին շատ բազմանալ առնետները։ Ավելին, նրանք ոչ միայն անբնական արագությամբ շատացել էին, այլև ժամանակի ընթացքում տեսակը գնալով սկսել էր խոշորանալ։ Այդպես սկսվեց լոնդոնյան ժանտախտը, քանի որ առնետների վրա ապրող լվերը այդ հիվանդության հիմնական տարածողն էին։ Այդ ժանտախտի ժամանակ մահացել է ավելի շատ մարդ, քան երկրորդ համաշխարհային պատերազմում։ Եվ այդ ամենը եղել է անտուն շներ կատուներին իսպառ վերացնելու արդյունքում աղբով լիքը քաղաքում։ Դրանից հետո Անգլիայում սկսել են հատուկ բազմացնել շներ կատուներ եւ վերադարձնել փողոցներ, որ կարողանան նորից վերականգնել բնական բալանսը։